Շատ զգուշ, էսի իմ ճանապարհն է, բայց ձեզ խորհուրդ չեմ տալ։ Եկեք ձեր համար առանձին կա։ Եկեք, այսքան տեղը հալացա, մաքրացա, շատ զգուշությամբ գարնանային աստեղ հողը, կարակ գաք։ Հիմա այստեղ աստիճանները սա։ Արի։ Հասար աստիճաններին։ Արդեն էսի վայրի մարդու աստիճաններն է։ Հասակ քարանձած, զգուշ, էստեղ կա սառույց, հա։ Ստեղ ճագար էի պահում, հավ էի պահում, եկան գողացան։ Սենց ապրում եմ, ես իմ կամուրջն է, ես իմ նավակն է, ես նավակով ես գնում եմ ձուկ եմ բռնում, խեցգետին եմ բռնում, մաչելի ձկները, ժողովուրդը առնում են, ուտում են։ Ինձ է նկարում, հայլու մեջ իմ տեսախցիկով ինձ եք նկարում, հա։ Սարած լիճը նկարեք։ Էս է մնացել։ Դե ձմեռը դժվար է Քարանձավում ապրելը, գործը շատ է, չես հասցնում։ Էս փեջա, տրուբայա, մաքրելա, մորի մեջ կորում ես, մի քիչ դժվար է ձմեռը։ Եկեք նես, եկեք չսարեք։ Ստեղ ձեզի նստելու տեղ եմ սարքել, համեցեք։ Ես էլ իմ ապարանքը։ Սենց էլ ապրում եմ։ 10 քառակուսի էլ չկա իմ Քարանձավը, բայց տենում եք, հենա իմ ձեռով սաղ սարքել եմ, հենց։ Հենա նայեք ջերմոց ունեմ, բիբարներ է աճում ձեր կողքը։ 5-րդ տարին է սաղ եմ մնում, հենա ձեր կողքը բույս է աճում, ուրեմն կյանքի համար պիտանի միջավայր է, չէ, եթե բույսը չի մեռնում 20 աստիճան մорозի, ասում եմ ուրեմն ես էլ մի ձևի սաղ կմնամ, էլի բոլորի ինադու։ Տենց կյանքը տես դասավորվա։ Միտքը ո՞րն է։ Եթե մարդուն տնից, արվեստանոցից արտաքսում են, սաղ իրանցով են անում, միտքը ո՞րն է։ Ձմեռը անձրևի ձանտակ չես քնի, թալանում են, չէ։ Այդ մարտի մեկի դեպքերը, ես բուսաբանական այգում նստած էի, ոչ էլ մասնակցել եմ։ Կենթանիների, սարձանների բերանները կապել է, ուղղակի որ մեր երկրում այդքան է դեմոկրատիա։ Մարտի 8-ին էլ ինձ վրա հարձակվեցին, այդ արձանները պարկասրեցին, ջարդեցին, տարան միջև հիմա ես իմ կենթանիների հանունները դրել եմ քաղբանտարկյալներ։ Դրանից հետո էլ տուն ես, ինչա բաժանվել էի կնոջիցս, երեխայի անունով էի առել տունը Ամերիկայից։ Այդ տուն տեղն էլ գնաց երեխայի հետ նախկին կնոջս, բալանին մնաց 2 սենյականոց բնակարանից հիշատակ, այդ էլ թափեցի։ Դե կյանքը դասավորվեց։ Հետո այստեղ ձուկ էի բռնում, Հանրագացարնից Աբովյանից գալիս էի, այստեղ ձուկ էի բռնում, գնում էի, գալիս էի, գնում էի։ Որոշեցի այստեղ էլ մնամ։ Ասի գոնե տրանսպորտի փողը կտնտեսեմ, այդքան չեմ գնա Աբովյան, հետ գամ։ Այստեղ կքնեմ ավելի լավ, այստեղ էլ ձուկ կբռնեմ, այստեղ դասավորվա, մեկ էլ էս Քարանձավը պատահեց։ Մարդ չէր ապրում, դատարկ էր, նկարել եմ։ Ոչ մեկի չեմ ծեծել հանել, ձեղը մտել ապրում։ Բնական է ոնց որ բնությունը ինձ տվեց ապաստարան, վերջապես, ոչ մեկի ոնց որ ասած մունաթին չեմ ապրում։ Ով կարում է օգնում է, վնաս տվողներն էլ ավելի շատ է։ Մի քիչ քանդր վազի նման եմ սարքել։ Արվեց։ Выключатель придумаем, чем դրե։ Սրանով գիշերս չէ բավարար լույս ալնում։ Հետո այս ժողովուրդը սկսեց հարամել։ Այս լճի մեջ ինչ ասեք լցնում են։ Խմելու ջուր է, Սևանի ջուրն է գալիս, կապուտ ջուր է։ Հատիկ քարերը տակը երևում էր։ Ինչ ասեք լցնում են այս ջրի մեջ, էլ աղտոտում են, էլի զիբիլ են լցնում, ինչ ասեք լցում հարամում են։ Նայում եմ աշխարհում մեկ ամենաթանկայեսուր ջուրն է։ Այս խմելու ջուրը ինչ արեցին, չեք պատկերացնում։ Հենց նույն պարոն Ծառուկյանը այդ մուլտիլեոնից ընդ ցիստերնը բերել են, դրել են։ Իրանց հաճախորդներին տուալետի համար ցիստերնից պետք է օգտվեին։ Ուղիղ կոյուղին քաշելա լիճ։ Իմ պատկերացնելով այս ցիստերնը դրած ա եղել, որ այդ հաճախորդների հանրային զուգարանի աղբը
հավաքվի այնտեղ, տանեն, դադարգեն բերեն։ Բայց երևում է, փաստից երևում է, որ այդ ցիստերնը բուտկա են սարքել, մի հատ էլ ընդ յուղ են փոխում, ավելորդ յուղն էլ հավելյալ լցնում են լիճը էլի, վառած յուղը։ Կոյուղին էլ միանգամից լցնում են լիճը։ Այդպես չի կարելի ապրել։ Շատ ուզողներին քիչն էլ չի ասում, իրանք բոլորը ամեն ինչ կկորցնեն այդպես ապրելով։ Ասում են դե մարդը կատու չունի, միլիոններից է խոսում։ Բայց այդ ով է կատու ունեցել, որ ձեզ ժողովուրդներին խելք է սովորացնում։ Ոչ Հռոմի պապը կատու ունի, ոչ Հիտլերն է ունեցել, ոչ Քրիստոսը, ոչ Մագամետը, ոչ Ստալինը։ Ինչ է նշանակում կատույով նայել մարդուն, նրա կարծիքին, ջեբը փող կա, շորային է, թազա, այդ ինչ։ Այս ժողովրդին այդտեղ սխալ են դաստիարակել, որ ոչ մեկ չի կարող այս ժողովրդի մար մի բան անի։ Ոչ մեկ։ Հիմա ես ինչ անեմ։ Կոնկրետ ես ինչ անեմ։ Եթե ժողովուրդը չի ուզում մարդուն լսի։ Չի ուզում։ Այս ժողովրդին դե չեն դաստիարակել։ Ասեն դե բոմժ է, շոր չունի, կատու չունի։ Չլսեն։ Ինչ հյուրասիրեմ ձեզի, լավ։ Մենակ մանդարին ունեմ, հա, մեկ էլ թթու սարել է բոշկով, դժվար է հանել, բայց մանդարինը լավ է, կարամ հյուրասիրեմ, Հովիկ ջան, օգտվեք։ Եթե տենց պուլեմյոտի նման մի պահի վրաս, մեկ էլ շուշ քաշի թող մի հատ ծխ։ Մի տարի լավ ձուկ ունեի, գնացի ես սենց հեռախոս արա, 70,000 դրամ փող տվի 2 տարի առաջ, այդ ժամանակ էսի, ստեսաղ կա, Facebook, բան, վկանտակտ, Facebook-ի բանն եմ ընդ դարը, երկորից ավել չեն թողում խոսամ, աջատում են մի ապսով, միջև դրանք սաղ խելքի գան, հետո էլի երկու օրով միկրոֆոնս միացնում են, էլի մերկու բան ասում եմ, էլի աջատում չեն կարող տեղավորվեն, դե ճիշտ է այս սուտ աշխարհի մեջ, այդինց է, մի անգամից չեն կարող սա հասկանան, ինչ ասում ես մարդը։ Դե ծրիկաները, ես դեպուտատներին բանին դատարան էի հրավիրել, նստանորեն գրեցին, Grand Candy բանի ժամանակ են, որ շոկոլադ էր սարքել։ Դե իրավունք չունի Grand Candy-ն Կարեն Վարդանյանը շոկոլադ սարքի։ Ձեռնարկատիրությամբ զբաղվել է, արգելված է։ Մենակ ես էի գոռում, որ չի կարելի։ Որ ես գրեցի չի կարելի, սրանք նստանորեն գրեցին, որ կարան ինձ գրգեն գժանոց։ Ես կարամ գրեմ, ասեմ, դու բոլոր այդ կարակ չլսեք, արհամարեք, կամ մի հատ էլ գժիտով գրեք, երկու հատ ունեմ, կարակ երրորդն է գրեք։ Բայց դրանից իմ ասացի ճշմարտությունը, օրինականությունը չի փոխվում։ 21 օրով հետազոտեցին, պարզեցին, որ գիժ եմ։ Հա, դե մենակ գիժը կհելնի այդքանի դեմ։ Ուրիշ էլ օպտի ելնի դրաստեմ։ Հա, ասի լավ, գիժեմ։ Էնել պարզվավ Պահակն ասեց աղբե ջան։ Ստել ծանոթով են ընդունվում, պետք է սոցիալ նախարարությունում ծանոթ ունենաս։ Ասի լավ, հերիքա, ես ավելի լավ այդ համ ուրիշ։ Մի ձևի եղուն գունես այն որ ժողովուրդն ասում է գլուխդ քորի Կուրգինյան, ասի երևում է այն մասին են ասել։ Եղուն գունես գլուխդ քորի։ Ես sense քորելով եկա քարանձավը կտա հիմա ապրում եմ վերջապես աշխարհը գնացի ֆրացի իմ տունը կտա Սպորտսմենները բայդարկա են քշում, լեկտիվություններ են անում, սիրտս ցավում է, ես չեմ զբաղվում այդպես եսի միջ շարժումների մեջ, բայց որ տենում ես իրան կեղտոտում են լճի գետի մեջ, հարամում են, պղծում են սա, վատ ես զգում, հետո մեկ էլ տենում ես այդ կեղտի զիբիլի մեջ, Հայաստանի դրոշը, թիակներին դրած, աշկիտ առաջ մցնում են, հանում են, ասում երեխեք ջան, չի կարելի, կամ մի կեղտոտեք ջրի մեջ, կամ կեղտոտում եք, այդ դրոշակը մի մցրեք ատե, մեկ զիբիլի կղզիներ է գնում պատոհանից դեմով,
Սենց ապրում եմ մենակ աշխարհի հետ կռվելով։